Պարոն Ռոբերտ Քոչարյան, քանի որ դուք այդպես էլ չեք հանգստանում, հմեկի հարցազրույցը վկա։ Իմացեք, որ Նիկոլն իրականում ձեր իրավահաջորդն է։ Ինչու՞, խաղարկային էմոցիայի տակ կզարմանան ձեր աջակիցները։ Շատ պարզ։ Ձեր նման ապոլիտիկ անձն է 1998 թվականից սկսել ապականել Հայաստանի քաղաքական դաշտը։ Ձեր նման անձնակենտրոն մարդուց է սկսվել Հայաստանի քաղաքական կյանքի կազմաքանդումը։ Դուք եք հակահամակարգային քաղաքականության կնքահայրը մեր երկրում։ Ու այո, իմ կարծիքով մենք էլ ենք մեղավոր ձեր սխալների մեջ, որ օգնել ենք ձեզ, որ աջակցել ենք, որ սեփական շահը ստորադասել ենք, որ ձեր նմանին դարձրել ենք նախագահ։ Դուք չարի կրողն եք ու չարի վերջը միայն ձեզանով դնել չեք կարող։ Դուք անցյալի ուրվական եք, որ կոմունիզմի ուրվականի նման ապագա չունի։ Աստված առաջ, անցեք խորհրդարան, միասնական ուժերով Նիկոլի վերջը վերջապես տվեք և հետո գնացեք նաև դուք։ Վաղուց էր պետք։ Չաո, միստր Second President։ Facebook-յան իր էջում գրում է Արմեն Աշոտյանը։ Մայիսի 26-ին ԱՊԱ-ն հայտնել է, որ Բաքվի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել Լեռնային Ղարաբաղի ռազմաքաղաքական նախկին ղեկավարության վերաքննիչ բողոքը։ Կավկասկի ուզելին հայտնի է դարձել, որ Ռուբեն Վարդանյանը հրաժարվել է վերաքննիչ բողոք ներկայացնել։ Նրա ընտանիքի անդամները լրատվամիջոցներին պարզաբանել են, որ Վարդանյանը չի ցանկացել լեգիտիմացնել իր հանդեպ ապօրինի վճիռը։ Գազետչի կայքը իր հերթին հայտնել է, որ Վարդանյանին չի թույլատրվել հանդիպել ընտանիքի կողմից վարձված փաստաբանի հետ, նրան խորհուրդ են տվել դժգոհությունը կամ ցանկությունը ներկայացնել դատարանի կողմից նշանակված փաստաբանին։ Բաքվի մամուլը չի հայտնել, թե վերաքննիչ դատարանում երբ և ինչ ընթացակարգով է սկսվելու Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաների վերաքննիչ բողոքի քննարկումը։ Վտարանդի լրագրող, ընդդիմադիր Ժող ճակատ կուսակցության Ազատդլկ թերթի խմբագիր Գանիմեդ Զահիդովը Facebook-ի օգտահաշվում հրապարակել է քաղբանտարկյալ Բախտիար Հաջիևի նամակը, որտեղ նա իշխանություններին հորդորել է ընդունել մեծ համաներում։ Հաջիևը հիմնավորել է, որ իդեմս քաղբանտարկյալների իշխանությունը կարող է գործընկերներ ձեռք բերել, որ կնպաստեն ԱՄՆ-ի կողմից 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելուն։ Խոսքը Ազատության աջակցության ակտի ուղղման մասին է, որ ԱՄՆ կոնգրեսն ընդունել է 1992 թվականին։ Այն մասնակիորեն չեղարկվել է սկսած 2001 թվականից։ Անցյալ օգոստոսին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ևս մեկ տարով կասեցրել է իրավական ակտի կիրառումը։ Այդուհանդերձ այդ ուղղումը մնում է ուժի մեջ և ԱՄՆ կառավարությանը մասնավորապես արգելում է Ադրբեջանին սպառազինություններ վաճառել։ Մամուլում տեղեկություն է հայտնվել, որ Միացյալ Նահանգներն Ադրբեջանի իշխանությունների հետ քննարկել է ժողովրդավարության և մարդու իրավունքների հետ կապված հարցեր։ Ադրբեջանցի վտարանդի գործիչները վկայակոչել են Բելառուսի նախագահի հետ Թրամփի վարչակազմի գործարքը, երբ հարյուրավոր քաղբանտարկյալներ ազատ են արձակվել, փոխարենը Միացյալ Նահանգները չեղյալ է հայտարարել բելառուսական պարարտանյութերի արտահանման արգելքը։ Ազատության աջակցության ակտի 907-րդ ուղղումը չեղյալ հայտարարելու ուղղությամբ Վաշինգտոնում ադրբեջանական լոբբին աշխատում է 44-օրյա պատերազմի ավարտից ի վեր, բայց ամերիկյան օրենսդիրների շրջանում բավարար աջակցություն ստանալ առայժմ չի հաջողվել։ Կարելի է ենթադրել, որ Ալիևը առաջարկվող գործարքին կհամաձայնի։ ԼՂ նախկին պաշտոնյաների վերաքննիչ բողոքի քննարկման մասին տեղեկությունը կարծես որոշակի նշանակություն ունի։ Խնդիր է, թե նրանց ճակատագիրը նույնպես կապվում է ԱՄՆ կոնգրեսում 907-րդ որոշումը չեղյալ հայտարարելու հետ։ Արժե թերևս նկատել, որ մոտ 10 օր առաջ ԼՂՀ նախկին արտգործնախարար Դավիթ Բաբայանը ձայնային ուղերձ է հղել և հայտնել, որ իր նկատմամբ կայացված դատական վճիռը չի ստացել։ Ուստի զրկված է այն բողոքարկելու իրավունքից։ Անցած օրերին ինչ է փոխվել, որ Բաքվի վերաքննիչ դատարանը վարույթ է ընդունել նրա և մյուսների, բացառությամբ Ռուբեն Վարդանյանի վերաքննիչ բողոքը։ Իրավական տեսակետից իհարկե դժվար է հույս պահել, թե ադրբեջանական վերաքննիչ դատարանը վերանայելու է զինվորական դատարանի վճիռը, բայց քաղաքական առումով այդ տեղեկությունը բավական ուշագրավ է։ Մանավանդ եթե դիտենք, որ այն տարածվել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոյի Երևան աշխատանքային այցին գրեթե զուգահեռ։
Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը Մոսկվա է կանչվել Եվրամիության հետ մերձենալու ուղղությամբ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վնասող հայկական ղեկավարության քայլերի հետ կապված խորհրդատվությունների համար։ Այդ մասին, ինչպես փոխանցել է ՌԻԱ Նովոստին, տեղեկությունը տարածել է ՌԴԱԳՆ պաշտոնական կայքը։ Դիվանագիտական պրակտիկայում խորհրդատվությունների համար դեսպանի կանչը համարվում է պետության կողմից մյուս գործողությունների հանդեպ ծայրահեղ դժգոհության արտահայտություն, երկկողմ հարաբերությունների սրացում կամ արտաքին քաղաքական ուղեգծի լուրջ փոփոխության նախապատրաստում։ Հայաստանում Ռուսաստանի դեսպանը խորհրդատվությունների համար Մոսկվա է հրավիրվել ԵԱՏՄ Աստանայի գագաթնաժողովից անմիջապես հետո։ Եվրամիությանը անդամակցելու Հայաստանի մտադրությունների հետ կապված հարցը ԵԱՏՄ անդամ պետությունների ղեկավարները քննարկել են փակ ռեժիմում։ Ըստ Կրեմլի տարածած տեղեկության ՌԴ, Բելարուսի, Ղազախստանի եւ Ղրղըզստանի նախագահները Հայաստանին կոչ են արել հնարավորինս կարճ ժամկետներում ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու հարցով հանրաքվե անցկացնել։ Համատեղ հայտարարությամբ նաև ասված է, որ 4 երկրները ԵԱՏՄ տարեվերջի գագաթնաժողովում պետք է ներկայացնեն միությունից Հայաստանի դուրս գալու հետ կապված տնտեսական հետևանքների մասին դիտարկումները։ Դեսպանին խորհրդատվությունների համար Մոսկվա հետ կանչը վկայում է, որ Աստանայում Վլադիմիր Պուտինը ցանկալիին չի հասել։ Տպավորություն է, որ նա ԵԱՏՄ անդամ պետությունների առաջնորդներին հորդորել է իր օրինակով Հայաստանի նկատմամբ առևտրատնտեսական սահմանափակումներ կիրառել, բայց փոխըմբռնման չի հասել, ուստի անցել է միակողմանի ճնշումները ֆորմալացնելու քայլերի։ Ռուսաստանի ԱԳՆ-ն Հայաստանում դեսպանի հետ կանչը պայմանավորել է ոչ թե երկկողմ հարաբերություններով, այլ Եվրամիությանը մերձենալու ուղղությամբ ԵԱՏՄ շրջանակներում համագործակցությանը վնասող հայկական ղեկավարության քայլերով։ Խնդիրը թե արդյոք ԵԱՏՄ անդամ մյուս 3 երկրները՝ Բելարուսը, Ղազախստանը եւ Ղրղըզստանը կհետևեն Ռուսաստանի օրինակին։ Ուշագրավ է, որ Ռուսաստանի դեսպանի Մոսկվա հետ կանչի առթիվ Հայաստանի ընդդիմադիր ուժերից արձագանք չկա դեռևս։ Փոխարենը նրանց հարող փորձագիտական շրջանակներից տեսակետ է հնչել, որ Պուտինի կոշտ հռետորաբանությունը նպաստում է Նիկոլ Փաշինյանի քարոզարշավին։ Կարելի է ենթադրել, որ ռուսամետ քաղաքական գործիչները չեն պատկերացրել, որ Պուտինը այդքան հեռու կգնա եւ փաստացի իրենց եւս կկանգնեցնի Հայաստանի ապագայի համար կոնկրետ պատասխանատվության կարմիր գծի վրա, ուստի փորձում են իրավիճակը ջրիկացնել, իբր Մոսկվայի զայրույթը ցուցադրական է եւ նպաստում է Նիկոլ Փաշինյանի ընտրազանգվածի ավելի կոնսոլիդացմանը։ Դեսպանի հետ կանչը մինչդեռ լրջագույն ազդակ է, որի հասցեատեր է նաև ընդդիմությունը։ Ավելի ճիշտ Ռոբերտ Քոչարյանը, Սամվել Կարապետյանը եւ Գագիկ Ծառուկյանը։ Ինչպես կարձագանքեն նրանք Պուտինի վերջնագրին, դրանից շատ բան է կախված, իսկ առաջին հերթին գործող իշխանության կայացնելիք որոշումը։